մասին մեր համայնքում, այն ոճրագործությունը, որ տեղի ունեցել մեր բոլորի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի նկատմամբ, մենք դրա հետ հաշտ չենք և մեր այսօրվա ինքնաբուխ ակցիան միտված է այդ ոճրագործությունը ամբողջությամբ բացահայտելու, բոլոր մեղավորներին պատժելու և արդարադատության համար։ Մենք այստեղ ենք և մեր լուռ ակցիայով, մեր քայլերթով գնում ենք դեպի այդ ոճրագործության մեջ կասկածվող և այդ գործով որպես մեղադրյալ անցնող Գևորգ Հարությունյանի բնակելի տան կողմ, որովհետև նրա ընտանիքը վերադարձել է այս համայնք և մենք հաշտ չենք նրանց ներկայության հետ, նրանց ներկայությունը խաթարում է մեր համայնքի անդորը և մենք պահանջում ենք նրանց տեղափոխել Փարաքար համայնքից, քանի դեռ արդարադատությունը չի կայացել, քանի դեռ բոլոր մեղավորները չեն պատժվել, քանի դեռ արդարադատությունն ընթացքի մեջ է, քայլենք նրանց տան կողմ և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք մեր համայնքում տիրող իրավիճակին, այն լարված մթնոլորտին, այն սրված մթնոլորտին, որ նրանց ընտանիքը վերադարձել է, ավելի է սրել համայնքում այդ իրավիճակը։ Քայլենք դեպի այն կողմ և մեր քայլով, մեր այս ակցիայով ցույց տանք համայնքի պատկան մարմիններին, պետական պատկան մարմիններին, որ անտարբեր չգտնվեն և միջոցներ ձեռնարկեն, այդ ընտանիքին Փարաքար համայնքից տեղափոխեն։ Սիրելի կանայք, քայլենք դեպի այդ կողմ։ Լսեցիք, հիմա շարժվում են Վալոդիա Գրիգորյանի Մեր այս ակցիան միտված է միայն արդարադատության համար։ Մենք պահանջում ենք արդարադատություն, մենք ուզում ենք արդարությունը հաղթի, մենք ուզում ենք բոլոր մեղավորները պատժվեն, մենք հաշտ չենք այդ ոճրագործության հետ։ Սպանվել են մեր բոլորի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը, ով վայելում է լայն հանրության բերկրանքը, սերը։ Վալոդիա Գրիգորյանը մեր Փարաքար համայնքի ընտրված համայնքապետն է, մեր բոլորի համայնքապետը, հետևաբար մենք հաշտ չենք նրա կորուստի հետ, մենք դեռ սրբում ենք նրա կորուստը և այդ ընտանիքի ներկայությունը մեր համայնքում ավելի է սրում մթնոլորտը, պատկան մարմիններ, ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս իրողությանը, տեր կանգնեք մեր համայնքին, ապահովեք մեր համայնքի անդորը, մեր համայնքի առողջ անդորը։ Վալոդիա Գրիգորյանը մեր բոլորի համայնքապետն է, մեր կողմից ընտրված համայնքապետը։ Մենք պահանջում ենք արդարություն, քանի դեռ արդարությունը չի կայացել, քանի դեռ բոլոր մեղավորները չեն պատժվել, քանի դեռ գործը ամբողջությամբ բացահայտված չէ, մենք պահանջում ենք Գևորգ Հարությունյանի ընտանիքին տեղափոխել Փարաքար համայնքից։ Մենք հաշտ չենք այդ իրականության հետ։ Սա ինքնաբուխ ակցիա է Փարաքար համայնքի կանանց կողմից։ Ակցիա միտված Գևորգ Հարությունյանի ընտանիքի Փարաքար համայնքից տեղափոխելու և համայնքում անդորը ապահովելու համար։ Մենք մեր այս ակցիայով ուշադրությունն ենք հրավիրում պատկան մարմիններին, որ անտարբեր չգտնվեն,
փառակալ համայնքի կանանց կողմից իրականացվող լուրջ ինքնաբուխ ակցիա է։ Մարդասպանի մորն եք հսկում։ Առաջին հերթին ընտանիք չկա, երկրորդը մարդասպան մեծացնում մայր փոսը։ Պետք է հեռանա ստեղից։ Այո։ Ու անդորը խանգարում են բոլորի։ Πώς μάιτε δούλτο? Մայրես, եթե դու համաձայն չես քո տղայի հետ դուրս արի, իսկան ժողովուրդ առաջ ներողություն խնդրի, էլ միացի մեզ տղայի ստիպի թողասի ով ասպանը մեր երեխուն։ Եթե այդքան կաս, այդքան մայր ես։ Ատի սաղին տանեն ժնջիրով կապեն վալոտիկիս երեսանի փոտերի տակը։ Ատի ամիսներով անջուրը հանուս բերեն գնի կոպ լեշ տղեն։ Որ մեզ ատես դաթարություն արեց մեր գյոզալերը խունտանակ գնի կողը։ Դու չսպարիք մենք իր ձեռով տնիք մեր երեխուն հողը։ Ատի քո լեշս օրերով կարոտ մնա հացին ջրին։ Դու որպես մայր պտի տարրապես տանջվես, ձեռդ բան չեն գնի։ Դուրս արի կնիկ ես, մայն ես դուրս արի դե։ Խես եք ես աղիտ հրահրում սաղ ժողովորդին հանել ենք հոտին, հա? Խես եք ես։ Եկելա որ նոր բաստացի։ Թե դա նախընտրական իշվոր մի բան ա եկել ես, որ գյուղը խարնեք իրար մի հատ։ Որովհետև այն լարվածությունը, որովհետև այն սրացումը
Վալոդա Գրիգորյանը Փարական համայնքի ընտրված համայնքի ղեկավար է եղել։ Ոճրագործությունը, որ նրա հետ իրականացվել է, պատմենք է պատժվենք բոլորը, անխտի, բոլորը, և քանի դեռ արդարադատություն չի եղել, քանի դեռ բոլոր մեղավորները պատժված չեն, ապա այս ընտանիքի այստեղ գտնվելը հավելյալ լարվածություն է ստեղծում, պատկան մարդիկներ, անտավելի եղեք, որովհետև հնարավոր և անհնարին իրադարձություններ կարող են զարգանալ, դրա վարդակայությունն է նաև այս ոստիկանների շահասյունը, որ կանգնած են մի խումբ ոստիկաններ, որ իբր պաշտպանեն, իսկ ումից են պաշտպանում այս ընտանիքին, եթե դուք այս ամենը գիտակցում եք, ինչ եք այս ընտանիքին տեղափոխել Փարական համայնք։ Մեր կոչը, մեր կանանց կոչը պատկան մարմիններին տեղափոխել այս ընտանիքին Փարական համայնքին։ Մենք հուսով ենք, որ լսելի կլինի և միասին փորձենք բացահայտել բոլոր մեղավորներին, որ դուք կբացահայտեք բոլոր մեղավորներին, բոլորը կպատժվեն անխտիր և կլինի արդարադատություն։ Մենք հետ չի մեր համար լավ է, որ ինքը շատ մանրամասն ասել է, որ ես անգամ վերջի շունչն եմ լսել, իսկ ես պատրաստ եմ իրա մամայի վերջի շունչը լսել, որ իրա տղան ընդեղ ասի, մամայիս վերջի շունչը Վալոդյայի մաման լսեց, անգամ իրա քրոջ պատրաստ եմ, ու չեմ ամաչի, թող ասեն խելագարվել է, իմ տղայի նման տղա կորսնողը պետք է հիմա իրան գժված գժանոցում լիներ, բայց ես պայքարում եմ, որ ապրեմ, որ այս տականքներին ապացուցեմ, որ իմ տղան ճիշտ է, դուք եք սխալ։ Մարդուն չեն սպանում իր սկզբունքների համար։ Այսինքն եթե ինքը չի սպանողը, ապա մատնանշի ով ասի, ով է իրա հրահանգել, մենք չենք տեսել, ես տան մայր ունի, թող մայրը դուրս գա, շփվում է իրա լեշի հետ, թող ասի, որ իմ տղան չի ժողովուրդ, ինչ եք ուզում մեզանից։ Գոնե մայրը փրկի իրա տղու կաշին մի տարով, երկու տարով, թեպետ փրկություն չկա, մեզնից կփրկի, Աստծուց չի փրկի, Աստծու դատաստանը դրանք կտենան։ Մենք մարդասպան չենք, բայց Աստված աչքերը կհանի, պետք է ինքը Բերդում օրը 100 գրամ կռիսի իրա մսերը տանի, որ սենց 100 կիլո է սարքել, 120, քրքրվես դու, ինչ կաթես տվե, թաղեմ քեզ, քո տղունել հետը, ինձ չի սազումը տենց բան, բայց պետք է ասել, որպես մայր ես պարտավոր եմ ասել։ Իրենք գնացել էին համայնքից, գնացել էին, ինչ են եկել, մեկը հարցն ինչ եք եկել, ինչ եք այդքան ռեսուրսեր հետ, սաղ ոստիկանությունը ձմերվայց սրտին, ոտերը վերցրեց դրեց դրանց քամբախը պահեց, ինչի համար գործ չունեն, գյոզալ տղեկ են բարձրագույն սովորած, թող գնան ուրիշ աշխատանքի, ով է մարդասպանի տունը պահում, ինչ պետք է անեն, բարեն նյութական վնաս, մեզ նյութական պետք չի, մեզ հոգևոր ու մարմնական է պետք։ Պետք է զգան այն ինչ որ մենք ենք զգացել։ Պատասխանատվության օրենքի դիմա խնդրում ենք, որ ճիշտ դատ ու դատաստան անեն։ Այդքան բան։ Պատասխանատվության ենթարկվեն օրենքի փոստությամբ։ Եթե ենթարկվեն, կերազեին։ Կանացից վախենան պետք չի, արդարություն եք պահանջում ընդհանրապես։ Մենք անձեն ենք եկել, մենք ոչ մի բան չունենք, բայց որ մեզանից եթե երկրի ղեկավարությունը, իրավապահ մարմինները հետաքրքրված են իրենց քաղաքացիների անվտանգությունով, խաղաղությունով, ինչպես իրենք են բերել ուզում են խաղաղությունը պահպանեն, պետք է տրամաբանորեն այս ընտանիքը, պետք է այս համայնքում չգտնվի գոնե այնքան ժամանակ, մինչև արդարությունը իրականացվի։ Միգուցե դրանից հետո շատ ուրիշ հարցեր պարզվեն, բայց այս դեպքում ճիշտ հասկացեք, մարդկային, հոգեբանական առումով ճիշտ չի այս ընտանիքների այստեղ գտնվելը։ Յուրաքանչյուրը թող իր վրա վերցնի այդ ցավը։ Մենք բոլորս ցավում ենք, մենք կոնկրետ իրանց դեմ էլ ոչինչ չունենք։ Շատ անգամ է լինում, որ ընտանիքում լինում են այդ կոպիտ ասած որոգայթները,
Բայց թող մայրը հասկանալով այդ ամեն ինչը իր ընտանիքը վերցնի, այս մարդկանց աչքի առաջից հեռանան, ուղղակի հեռանան։ Մենք չենք ասում հանրապետությունից դուրս գան, թող այս համայնքից գնան, ինչեւ որ այս ամեն ինչը պարզվի։ Իրանք այդ ամեն ինչը գիտակցելով պետք է արդեն իսկ չվերադառնային։ Եթե իրավապահ մարմինները հետաքրքրված են, որ կոնֆլիկտներ չլինեն, բախումներ չլինի ինչ-որ մի ուրիշ բան, իրանք իսկ պետքա չթողնեն, իրանք կարան ունեն այդ իրավասությունը, իրանք լավ տեղյակ են եղել, որ այս ընտանիքը եկել է, իրանք են թույլ տվել, որ այս ընտանիքը եկել է, մինչև որ այսքան ամիսների ընթացքում թույլ չեն տալի, որ գային, իրանք նաև կարային, որ թույլ չտային, ուրեմն սա իրա հետին քայլերն ունի, մենք չենք ուզում ոչ մի հետին քայլ։ Գուցե կարծում են արդեն համակերպվել են Ինչի մահմանը, այս գյուղատղաների մահմանը, ոստիկանության աշխատող էր, կապիտան էր, սպանեցին։ Ինչի։ Հերթով կհասնի բոլորին։ Պետք ամեն բակյակաշվի վրա զգա, որ իմանա ինչ բանա։ 10 տուն վերև ենք մենք ապրում։ Ոնց գլուխը դնես քրես, երբ որ դες քո տղայի մարդասպանի համար մաման ճաշայթում որ տանի բերդ։ Ով կարա համակերպվի։ Ին տղան հող դառնա, մյուս տղան հող դառնա ինքը ճաշուտի, ցանկություններ այտնի, էտա ճիշտը, ձեր օրենքի ճիշտն է, դա։ Ճիշտ չի, Կարեն էլ ձեզանց պակաս տղա չէր, ին տղան էլ պակաս տղա չէր, հարգելի ոստիկաններ։ Միած թափվեք, մի անգամ գոնե ճիշտը մտածեք։ Այսքան մարդ հավաքվել են, էլի։ Մի ինքը տեսնում է, չէ՞, լսում է։ Մի հատ դուրս գասի տներեք, մենք տեղյակ չենք, մենք գալատ ենք արել, լավ ենք արել։ Արձագանք իր դուրը բացի։ Ինչքան կարա տես պահկվի, ասենք ընդհանրեք մենք ամեն օր եկանք ցած հավաքվեցինք ստեղ։ Մի օր Չենք թողելու հանգիստ մնա, իմացեք, որ գրող, չգիտեմ, չի կարում մի հատ դուրս գա արձագանքի։ Ես որպես մայր չեմ թողելու էսի հանգիստ ապրի ստեղ։ Չեմ էլ ամաչելու։ Ես շատ դաստիարակած, շատ նամուսով, շատ կարգին ընտանիքի մարդ եմ, ընտիրել տղաներ ունեմ, երեխաներ ունեմ, ես չեմ ամաչում, հանուն իմ տղու ես պատրաստ եմ ամեն ինչի, թող իմանա ոստիկանապետը, որ իրա կինները տենց կանեի, եթե իրա տղուն տենց սպանեին, թեպետ ես չգիտեմ իրա տղան իմ տղայի կարողա կեսը չարժենա, չեմ ուզում անձնական վիրավորություն, բայց իրավունք չունեն տենց մատերիալանքով նայեն, իրավունք չունեն, 4 տարի է եկել, ստեղ ապրում է, ստեղ ծնված մեծացած տղաների սպանեց ու օքեյ է, լավ է, շատ լավ է, լավ չի, բոլորի դուրը պետք է չոքի, որ իմանան, ով որ բերեց իրանց ստեղ, դատարանի որոշումով, իրանք պետք է պատասխան տան, չի ենթարկվում, կիննով է, մայրնով է, որ չենթարկվի օրենքի, ով է, անդաստիրակը, ինքն ինչ իրա տված կաթով մեծացած լեշն ինչ պետք է լիներ, ինադու են արե, այո, բոլորս ենք գիտենք, որ ինադու են արե, ինադու են արե, ինադու աստված աչքերը հանի, կույր պետք է մանգա, պետք է իր երեխու գերեզմանի տեղը չի մանա, որ իմանա ինչ բանա մարդ սպանելը, որ իմանա ինչ տղաների թաղեց հողի տակ, սկի կարող է իր տղայի թաղման այսքան մարդ չգնա, էդ էլ բացառված չի, իրա քերուտ գերեզմանի քարն էլ այն տղան սարքել, իրա պապը ողբում էր իմ տղայի պանիխիդայի օրը, ողբում, չիմանալը, որ իրա թորն արե իմ տղայի սպանությունը, ուր արդար, թո պապն ըլնի, 70 տարեկան մարդ, թո Հելիասի ժողովուրդ խնդրում եմ ներեք, այդքան սարն անտարբեր կլնեն, թեպետ բան չի փոխվի մեր կյանքում, որ սատկեն էլ բան չի փոխվելու, չի փոխվելու, իմ տղայի կտրած եղունգը չարժեն իրանք, չարժեն, այո, Հարգելի ոստիկաններ, պատկան մարմիններ, մենք հույս ունենք, որ այս ակցիան, այս կոչերը ձեզ տեղ կհասնեն, այս մայրական զայրույթը ձեզ տեղ կհասնի, երբ մայրական բնազդը ձեր մեջ կա, և դուք որոշում կկայացնեք նրանց փառաքար համայնքից տեղափոխելու այն վայր։ Նրանց ներկայությունը հղի է տարբեր լարվածություններով, կանխատեսելի կամ անկանխատեսելի լարվածությունով, պատկան մարմիններ, հարգելի ոստիկաններ, դուք լսում եք նրա մոր Տարոդյա Գրիգորյանի մոր խոսքերը, հետևաբար դուք եք ձեր մասով, պետք է օգնեք, որ համայնքում վերականգնվի անդորը, որ լարվածություն չլինի։ Մեր պահանջը հարակալ համայնքից տեղափոխել Գևորգ Հարությունյանի ընտանիքին։ Հեռացեք, հեռացեք,
Անանցան մոտել կին բռնից կհեռանան։ Երեսով էլ էդի։ Մարդական են բայրի։ Այս առաջի օրն է, դրանց հետո ամեն օր գալու եմ։ Մինչև տանը։ Ես կառավարություն եմ։ Մարդասպաններ։ Լավ նկարի։ Ոստիկան է։ Ձեր կառավարությանն եք ուղարկելու։ Այստեղ նաև մեդիա հարթակն է աշխատում եւ Հապա, միած սպիկանին բոլորս։ Սիրելի կանայք, Փարաքար համայնքի սիրելի կանայք, մենք մեր պահանջը ներկայացրեցինք եւ ոստիկաններին եւ մեդիա դաշտով պահանջը ներկայացրեց նաեւ պատկան մարմիններին։ Մենք հույս ունենք, որ կլսեն մեզ եւ կփորձեն առնվազն մեր համայնքում անդորը պահպանել եւ կանխել բոլոր այն հնարավոր եւ անհնարին իրադարձությունների զարգացմանը, որը կանխատեսելի կամ անկանխատեսելի է, ես չեմ կարող ասել։ Բայց Վալոդիա Գրիգորյանը եղել է մեր բոլորի, մեր կողմից ընտրված համայնքի ղեկավար, հետևաբար մենք դեռ այսօր սգում ենք նրա կորուստը։ Մենք հաշճենք նրա կորուստի հետ եւ հետևաբար հաշճենք Գևորգ Հարությունյանի ընտանիքի Փարաքար համայնքում գտնվելու հետ։ Այո։ Պատկան մարմինները հույս ունենք, որ այս գործին ուշադրություն կդարձնեն եւ միջոցներ կձեռնարկեն խնդրի լուծում տալու։ Իսկ մինչ այդ, սիրելի կանայք, առաջարկում եմ քայլենք մեր Վալոդիա Գրիգորյանի Նշիդը ով է եղել պատվիրանին, իսկ հիմա Հետ են գալու։ Անպայման հետ ենք գալու, քանի դուք դեռ այստեղ եք, մենք գալու ենք դեռ։ Եկել եք ում մորն եք պահում պաշտպանում։ Ումից։ Ես գիտեմ դուք իրանացիներ ոչ մի բան ասելու, բայց ձեր մեջ մի հատ անալիզ արեք։ Արդյոք արժի որ ես պաշտպանի դուրը կանեմ։ Աստված իրան կանի։ Էդ էլ եմ մտածում որ դες փողն ա պետք, բայց մի քիչ էլ մարդկային եղեք։ Փողը կանցնի, բայց մարդկություն երբեք չի գնա։ Պաշտոնն էլ կփոխվի, դիրքն էլ, բայց մարդը պետքա մարդ մնա։ Որ շատ քաջերն են հասկանում այդքանը։ Վալոդիայի Հա, ամբողջ ձմեր դուք ստեղ կանգնակ, ով չտեսավ։ Ինչ ես նկարում ինձ տղա ջան, դու ինչ չես տեսել։ 7-ից հետո էլ եք մարտատերեսի վրա։ Հազարական մեր տունն եկել ես, ես չեմ ամաչում։ Դու ինձ նկարի, դու շատ լավ գիտես։
Ես չեմ ամաչում, որ Վալերիայի մաման է։ Դուք ամաչեք, որ մարդասպանին եք պահում։ Դու նկարում եք իրոք շատ ամոթ է։ Շատ ամոթ է։ Եթե մի տեղ ասես դու Դուք նկարելով եք զբաղված, բայց ինչ եք անում։ Ես ասեցի իմ ասածը։ Նկարեք, չենք համաչում, որ գողություն եք արել, որ դուք ինչի տղեկին եք սպանել։ Մենք չենք համաչում, մենք չենք եկի ամբարականի որ ամաչեն եկնել տախել, մենք եկել են տղամար տղաների համար ճիշտ ասելու, որ դուք են հասկանալ, աստված չանի, կաղամյորը դեր նոր գապալակ, ամոթա, դեր մեկ դիրիքուն ոջում եք անանց դարի, կավար, ես կինը նուրասում ես քանի տոպոս է, ինչ ենք բերել, մենք ասում ենք ուղղակի Հայաստանի, չեն թողում իշտեղ ապրի, ինչի են բերել, հրահыз մենի, ամենին եք, ոչ մա չեն կար անեք, խոսալուց բացի, ինը բան չի կարա մեկ էլ անեցքից, բայց ինչի, 10 ունենք, 15 ունենք ում եմ քնում, աստված չանի, չեմ տա, ձեր երեխուն, այդպես բանաներ ու կքնես ողքի տունը, մայր ես, ինչի, և որ կարային չբերեին, կարային մեկից մեկ չբերեին, հա, 4 տարի աստեղ ապրում, անբարյականը, 45 տարեկան տղաներին սետ ծնված մեծացած սպանեց, հիմա բերել այդ լկտին ստեղ ապրին տանիքով, ով է ճանաչել իրան, իմ տղան իմ ամուսին այդքան բան էին արել համայնքի համար, Կարենը, ձեր օրգանի տղա աշխատողը, ինչից սպանեց, բոլորիս եմ շոր հագցին, բոլորի փայլը կորեց, խի, ով պտի պատասխանը տա, եթե ոչ օրենքը, ով, թող հանի ռադանի դրա մորստեից, թող հանի ուղարկի, ձեր ղեկավար չեն, ես չգիտեմ դուք ում եք ասում, թեպետ արդեն կիմա, թող հանի, թող խաղաղ հանի տանի դրանց ստեղից, էդի ճիշտ քայլ չի որ արելա, որպեսզի խուսափենք մնացած բաներից, Իրանք իմադում բերեք, որ Կարող գիշեր գալու ենք։ խաոս անեն։ ու պաստանանք ինչա փոխվելու, 5000 տղա հողը դրին ինչ փոխվա, որ իմ տղայի կյանքով ինչ փոխվի, բայց վերև աստված կա, մեզ կխապեն, աստուն չեն խապի, աստուն դատաստանից չեն պրսնի, հիշեք, աչքերը կհանի իրան, ենելիս ձեր, բերողին էլ, տերկային էլ, ողնեմ իրան, եթե խոսացողում ուշները բերում, մերը խուսեն, հողին ասրան չլվեն իրան, ասրան չլվեն հողին բարյով, Ой, мира, Das ist wahr. Խաղաղ ակցիա եւ կանայք այս քայլով